Ինչ որ այսօր ուզում եմ խոսել, այսպես եմ վերնագրել, Սուրբ Հոգու գալուստ։ Սուրբ Հոգու գալուստ։ Գիտեք, բոլոր ժամանակներում Աստծո Հոգին գործել է երկրի վրա։ Մինչև անգամ արարչագործության ժամանակ, երբ որ դուք կարդաք Սուրբ Գիրքը, գրված է, որ երկիրը անձև էր, դատարկ էր, բայց Հոգին շրջում էր այդ ջրերի վրա։ Գիտեք, այնպես չի, որ էստաֆետով է Աստված գործել։ Սկզբում ինքն է գործել, հետո Հիսուսին ուղարկեց, հետո Սուրբ Հոգին եկավ։ Գիտեք, իրականում այդպես չի, բոլոր ժամանակ երրորդությունը գործել է։ Բոլոր ժամանակներում։ Բայց գիտեք, եկավ մի ժամանակահատված, որ Հիսուսը մի բան խոստացավ։ Ես ում առաջի տեղը, որ կարդամ, դա Հովհաննեսի 16:7-ն է։ Բայց ասում է, բայց ճշմարիտ ասում եմ ձեզ, լավ է ձեզ, եթե ես գնամ, որովհետև եթե ես չգնամ, Մխիթարիչը ձեզի չի գա, բայց եթե գնամ, նրան ձեզ պիտի ուղարկեմ։ Գիտեք, Հիսուսը երկրի վրա մարմնի մեջ էր, եւ մարմնի մեջ եղած ժամանակահատվածում Հիսուսը միաժամանակ չէր կարող լինել եւ Գալիլեայում եւ Երուսաղեմում։ Հիսուսը միաժամանակ չէր կարող լինել Եփեսոսում։ Հիսուսը միաժամանակ չէր կարող լինել Հայաստանում։ Հիսուսը միաժամանակ չէր կարող լինել Միացյալ Նահանգներում ֆիզիկական մարմնով։ Դրա համար ասես լավ է ձեզ, որ ես գնամ, որտեղ որ ես գնամ, Սուրբ Հոգին կգա եւ այդ նույն միաժամանակահատվածում կարող է Սուրբ Հոգին ամենտեղ լինել։ Դուք պատկերացնում եք, հիմա մենք Հայաստանում տոնում ենք Պենտեկոստեն, օրինակ եմար Ռուսաստանի Դաշնությունում տոնում են, Ամերիկայում տոնում են, խոսքի ուրիշ երկրներում, Անգլիայում, Ֆրանսիայում, ամենտեղ տոնում են Սուրբ Հոգու գալուստը։ Եվ գիտեք, միաժամանակ Սուրբ Հոգին կարող է ամենուր լինել։ Դրա համար Հիսուսը ասեց, լավ է ձեզ, որ ես գնամ։ Եվ գիտեք, միայն Սուրբ Հոգին եկեղեցում չի, որ դու մտածում ես, գնամ եկեղեցի Սուրբ Հոգուն տենամ։ Գիտեք, դա մարդ չի, որ գնաս տենա, Սուրբ Հոգին ամենուր եկա, քեզ հետ է։ Գիտես, մի աստծոյալ կամ հետաքրքիր գիրք ունի գրված, եթե դու դեռ չես հասցրել կարդալ, ես քեզ խորհուրդ կտամ կարդաս, Բարելուս Սուրբ Հոգի։ Գիտեք, դա Բենինն է գրել գիրքը, եւ ասում ես ամեն առավոտ որ արտանում ես, ասում է Բարելուս Սուրբ Հոգի։ Ասում ես առանձնանում ես ժամերով մենք իրար հետ շփվում ենք։ Գիտեք, այնքան կարևոր է, որ դու հասկանաս, որ Հիսուս ասեց, լավ է, որ ես գնամ, որտեղ որ ես գնամ, Սուրբ Հոգին կգա, Մխիթարիչը կգա, եւ ինքը միշտ քո հետ կլինի։ Ամեն ժամանակ քո հետ կլինի, ամեն ժամանակ, ուր որ գնաս, տրանսպորտի մեջ լինես, տանը լինես, հողամասում լինես, ամեն ուրեք Սուրբ Հոգին կարող է քեզ հետ լինել, եւ ամեն ժամանակ կարող է Սուրբ Հոգին քեզ հետ խոսել։ Եվ դու կարող ես ամեն ժամանակ Սուրբ Հոգու ձայնը լսել։ Այստեղ կախված է ինչքան է քո ականջը վարժված իրան լսելու։ Դա այնպես չի, որ Սուրբ Հոգին չի կարող խոսել։ Ես քիչ հետո կանդրադառնամ որոշակի հարցերի շուրջ, եւ նայեք, ամբողջ գործ կառաքելոցը, երբ որ դուք կարդաք, դուք շատ տեղեր կտեսնեք Սուրբ Հոգու իրական գործնեության մասին։ Եվ նայեք, մյուս տեղը, որ ուզում եմ կարդալ, դա գործ կառաքելոց 1-րդ խոսքն է։ Եվ նայեք, Հիսուսը համբարձվելուց առաջ ինչ է ասում աշակերտներին. բայց Սուրբ Հոգին ձեր վրա եկած ժամանակ զորություն է կառնելու ու ինձ համար վկաներ եք լինելու Երուսաղեմի մեջ, Հրեաստանի մեջ, Սամարիայի մեջ ու միջև երկրի ծայրերը։ Գիտեք, Հիսուսը համբարձվելուց առաջ մի բան է ասում աշակերտներին, երբ որ Սուրբ Հոգին գա, զորություն ես առնելու։ Գիտեք, քանի դեռ Սուրբ Հոգին չի եկել մարդու վրա, մարդը այդ գերբնական զորությունը կարա չունենա։ Հիմա եկեք մի բան նայեք։ Միջև Քրիստոսի խաչվելը Պետրոսը լցված չէր Սուրբ Հոգով։ Ու գիտեք, Միկին մոտեցավ, ասեց, հա, ես ոնց հասկանում եմ, մի քիչ բառերով եմ ասում, հա, դու էլ ես իրանցից։ Ասում է, երթվում էր։ Ասում էր, ես խաբար չեմ, ես չգիտեմ ով է ինքը։ Գուցե եթե Պետրոսը հայ լիներ, հայ տղաները, աշխարհիկները սովորություն ունեն, չէ, երթվելու։ Մամայ արև խաբար չեմ։
Պապայի արևը վաղուց արդեն դադարել են խոսել, հիմա արդեն մամայի արևով են խոսում։ Գիտես, ասма Պետրոսը իր վրա երթում էր բերում, որ ես չեմ ճանաչում։ Բայց գիտեք ամեն հետաքրքիրը որն է, որ երբ որ լցվում է Սուրբ Հոգով, երբ որ Պետրոսը լցվեց Սուրբ Հոգով, կարողացավ 3000 մարդու ասել, այս կաղը, այս անդամալույցը բժշկվեց այն Հիսուսի անունով, որին որ դուք տարակ խաչեցիք։ Գիտեք, ասում զորություն է կառնելու։ Գիտեք, այնքան կարևոր է, որ դու հասկանաս, Սուրբ Հոգին երբ որ քո ներսում է, դու զորություն ունես, շարժվելու, գործելու, ավետարանի խոսքը տանելու։ Որտեղ նայեք ինչ ասում, իմ համար վկաներ եք լինելու։ Գիտեք, երբ որ դու զորություն ես առնում, դու կարող ես վկա լինել։ Գիտեք, Հիսուսը չէր կարող իր անձի համար վկա լինել։ Գիտեք, Հիսուսը չէր կարող ասել, Հիսուս իմ կյանքը փոխել է։ Գիտեք, Հիսուսը չէր կարող այդպես ասել։ Պատկերացնում եք, Հիսուս ասում է, Հիսուս իմ կյանքը փոխել է։ Գիտեք, չէր կարող այդպես լինել, բայց ես ու դու կամ այն մարդիկ, ովքեր որ մեզ հետևում են, իրենք կարող են ասել, Հիսուս իմ կյանքը փոխել է եւ ես վկա եմ։ Ես վկա եմ, որ Հիսուսն իմ կյանքը փոխել։ Դրա համար եկավ Սուրբ Հոգին։ Գիտես ինչի, որպեսզի քո կյանքի մեջ շատ իրավիճակներ փոխվեն, որ դու զորություն առնես եւ դառնաս վկա։ Ոչ թե այն աղանդավոր մի շարժում կա, իրանց մասին չի խոսքս։ Դու դառնաս Քրիստոսի վկան, որովհետեւ ես վկա եմ, որ Հիսուս իմ կյանքը փոխել է։ Ես վկա եմ, որ իր հոգին իմ մեջն է։ Ես վկա եմ, որ իր զորությունը իմ ներսում գործում է։ Գիտեք, շատ որոշակի չեմ կարող իրենց եկեղեցի ասել աղանդավորական շարժումներ կան, որ Սուրբ Հոգին ասում են դա էներգիա է։ Դա լույս է։ Դա գիտեք, անջատիչ չի, որ միաստես անջատես։ Եվ դրանով գիտեք անարգում են Աստվածության երրորդ անձին։ Եվ ինչ ասում Հիսուսը, զորություն եք առնելու եւ իմ համար վկաներ եք լինելու։ Գիտեք, երբ որ այդ զորությունը չկա, դու չես կարող Քրիստոսի վկան լինել։ Գիտեք, ես մեկ ինչ որ ժամանակ առաջ կարդում էի մի հետաքրքիր գիրք, այսպես է մի քիչ արևմտահայերեն էր գրած, յո երթաս, այսինքն ուր ես գնում։ Եվ այդ գրքում խոսում էր առաջի դարի քրիստոնյաների հալածանքների, կտանքների մասին, եւ այդ գրքում խոսում է մի հատված, որտեղ Պետրոսին համոզում են եկեղեցին, որ գնա Երուսաղեմից, եւ Պետրոսը դուրս է գալիս, Երուսաղեմից դուրս նստում է եւ տեսնում է Տերը անցնում է, ու Պետրոսի վրա ուշադրություն չի դարձնում, ասես բառացի շատ չեմ հիշում, երկար ժամանակ առաջ եմ կարդացել, եւ ասում է Տեր, ուր ես գնում։ Հենց այդպես է, ինքը արևմտահայերեն էր այդ գիրքը, ասում է յո երթաս, ասում է կերտամ քո տեղը նորեն խաչվելու։ Ասում է չէ, Տեր, ես կգնամ իմ տեղը խաչվելու։ Ու ինքը նորից վերադառնում է եկեղեցին, վերադառնում է Երուսաղեմ, եւ Ներոնի հալածանքի ժամանակ իրան բռնում են եւ ասում ես արժանի չեմ Տիրոջս նման խաչվելու, ինձ գլխի վրա խաչեք։ Դուք պատկերացնում եք մի ազնվորություն, մի Պետրոս, որը որ մի կնոջից վախենում էր, ասել որ ինքը Հիսուսի հետ է, այս անգամ լցված Սուրբ Հոգու զորությամբ, ասում ինձ գլխի վրա խաչեք։ Որտեղից Պետրոսին այդ համարձակությունը։ Գիտեք, Սուրբ Հոգին եկավ եւ տվեց այդ զորությունը։ Գիտեք, ամեն մեկս պետք է հասկանանք ու փափագենք լցվելու Սուրբ Հոգով։ Գիտեք, այն մարդիկ, ովքեր որ մեզ կնայեք, ես չգիտեմ դուք որտեղ եք, կամ վաղուց գուցե լրացրել եք Սուրբ Հոգուն ձեր մեջ, այսօր ժամանակն է որ արդարացնեք, լցվեք իրանով։ Գիտեք, շատ անգամ խապկանքը սա է, լեզնորի աղոթքը մնացել է, բայց իր ներկայության զորության դրսևորումը չկա ու մարդը մտածում է Սուրբ Հոգու զորությունը իմ ներսում է։ Գիտեք, Պողոս ասում է գալու եմ տեսնեմ ոչ թե խոսքերի ճարտարություն, այլ զորությունը։ Զորությունը։ Գիտեք, զորությունը մարդու կյանքը փոխում է, զորությունը իրավիճակները փոխում է։ Զորությունը, երբ որ դու խոսում ես Սուրբ Հոգու զորությամբ, Սուրբ Հոգով լցված, մարդկանց կյանքերը փոխվում են։ Ամեն։ Չի կարող Սուրբ Հոգու զորությամբ խոսված խոսքը մարդու սիրտը, գիտեք ինչ անի, չփշրի։ Պատկերացրեք, դա օրինակն եմ բերում, մուրճի նման է, որ հարվածում ես ապակուն։ Փշրվում է այդ ապակին։ Գիտեք, Սուրբ Հոգու ներկայությունից, իր զորությունից չկա տենց մի սիրտ, որ չհալվի։
Եվ գիտեք 2-ի 4-ում նույն գործ առաքելոցի նայեք ինչ տեղի ունեցավ։ Եկեք սկզբից կարդամ։ Երբ Պենտեկոստեի տոնը հասավ, ամենքն էլ միաբան մեկտեղ էին, հանկարծակի երկնքից ձայն եղավ սաստկաշունչ հովի ձայնի պես, եւ բոլոր տունը լցվեց, ուր նստած էին, եւ բաժանված լեզուներ երևեցավ իրենց որպես թե կրակից, եւ ամեն մեկի վրա նստեց։ Եվ ամենքը Սուրբ Հոգով լցվեցին եւ սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես Հոգին իրենց խոսել էր տալիս։ Գիտեք, լեզուների խոսելու առաջին նշանը դա նա է, որ Սուրբ Հոգին եկել է։ Դա իր պարգևի մի բաժինն է, այդպես ասեմ, լեզուներ խոսելը, բայց դա նշանը, որ արդեն Սուրբ Հոգին քո կյանքի մեջ է։ Գիտեք, շատ տարիներ առաջ էր, դա 95 թիվն էր։ Ես ընդունել էի Հիսուսին իմ կյանքի մեջ որպես Տեր ու Փրկիչ։ Ես իրականում հավատում էի Աստծուն, բայց իմ կյանքը 50-50 էր։ Գիտեք, մի ոտքս աշխարհի մեջն էր, մեկը ավետարանի մեջն էր։ Որ պահին որտեղ պետք էր ելում, այնտեղ գնում էի։ Եվ հանկարծ 3 ամսով դա ես մտածում եմ դա իմ համար էր։ Ընդհանրապես իմ ամբողջ այդ 6 տարիների ընթացքում ես չեմ տեսել մեկին, որ 3 ամսով դատապարտեն։ Բայց այդ երիտասարդներ կային 2 հոգի, նրանք ինչ որ եկեղեցու կարգ ու կանոնի ծառայողներ էին եղել, եւ եկել էին ոմանք եկեղեցու ժողովրդին ինչ որ ուզեցել էին նեղացնել, ըստ տղաները ընթարվել էին, մերկուսին ապտակ էին տվել, ասեմ թողը գնացել ու բողոքել էին իրաց վրա, բայց ասեմ այդ փոքր խուլիգանական այդ հոդվածով ամեն մեկին 3 ամիս, մեկին 6 ամիս դատապարտել էին։ Եվ այս մարդիկ սկսեցին խոսել Սուրբ Հոգու մասին։ Գիտեք, իրենք խոսում են Սուրբ Հոգու մասին, իմ ներսից ջրերը սկսում էր եռալ։ Քանից եք տեսել, որ գազօջախի վրա ջուրը դնում ես, ջուրը սկսում է եռալ։ Բլբլթում է, չէ՞։ Գիտես, իրանք խոսում էին, իմ ներսից ջրերը բլբլթում էր։ Իրանք խոսում են Սուրբ Հոգու դրսևորման մասին, խոսում են պարգևի մասին, խոսում են զորության մասին, խոսում են հրաշքների մասին, իմ ներսում այդ ամենը եռում էր։ Իրանք խոսում են Սուրբ Հոգու ձայնի մասին, որ Սուրբ Հոգին կարողանում է խոսել, մենք լսում ենք Սուրբ Հոգու ձայնը։ Գիտեք, այն վերջում sense որ արդեն եռում ես ճելորած ասում եմ, ես էլ եմ ուզում։ Ասի ես էլ եմ ուզում, որ Սուրբ Հոգին իմ ներսում լինի։ Եվ ասում մենք կարող ենք աղոթել, որ դու լսես Սուրբ Հոգով։ Ասի վաղը կարող եք գալ, հիմա ասի չէ, հիմա ժամանակ չունենք, չգիտեմ, խետ մարդիկ ասում ժամանակ չունենք։ Մենք ասում ենք, հա, հիմա աղոթենք, այդ մարդիկ չգիտեմ, խի ասի ժամանակ չունենք։ Հետո ես հասկացա խի։ Դա իմ փափագի sense այդ բաներ ավելի բարձրացումներ։ Մյուս օր ասես գործի չեմ գնա։ Ես պետք է այսօր կան այդ մարդիկ, այդ մյուս օրը ծոմով sense սպասում, այդ ամբողջ օրը սպասեց իրանք չեկան։ Բայց մյուս օր եկան։ Եվ գիտեք, երբ որ իրենք աղոթեցին, այդ տղան երբ որ սկսեց աղոթել, ասեց, գիտես քո կյանքում էս բաները կա։ Իրականում ինքն ռեալ խոսեց այնքան, որ դու պետք է դրա համար ապաշխարես։ Ես ծնկե եկի ու ապաշխարում եմ, դե ների ինձ, հետո տղան սկսեց իմ համար աղոթել։ Ու գիտեք, Սուրբ Հոգին լեցվեց։ Սուրբ Հոգին հորդեց։ Գիտեք, այդ սրահից երբ որ ես դուրս եկա, ես բոլորովին ուրիշ մարդ էի։ Բոլորովին ուրիշ մարդ։ Գիտեք, Սուրբ Հոգու զորությունը իմ ներսը ամբողջովին փոխեց։ Եվ գիտեք, ես դուրս եմ եկել սրահից, այն աշխարհում այսպեսի բան կա, չես մակարները չլինի ժպիտի 3 կռու գրենք վրա։ Գիտեք, իրականում ժպիտից չափ չկա։ Գիտեք, ոչ թե մենակ լեզուներով խոսում, այլ իմ ներսը ամբողջովին փոխվել է։ Ու ես գտել եմ այդ ուրախությունը, այդ խաղաղությունը։ Գիտեք, իմ ծնողները եկել են տեսակցության, ես իրենց պատմում եմ։ Լուսահոգի մայրս էս նայում ասում է, երևի իմ տղեն արդեն խելքը դրծրել ես, ինչեր է պատմում։ Գիտեք, ես ասում եմ, ինչ ուրախություն է, ինչ խաղաղություն է, ինչ զորություն է։ Ասում դու գիտես, որ ինքն իմ հետ խոսում է, ես լսում եմ իր ձայնը։ Նայում եմ մայրիկիս դեմքին, ես նայում ասում եմ, երևի տղես մի բան եղել է։ Գիտեք, շատ մարդիկ չեն կարող հասկանալ ինչա կատարվում քեզ հետ։ Ու գիտեք, սկսվեց ծառայությունները։ Սուրբ Հոգին ռիար սկսեց խոսել, մենք ինչ պետք է անենք։ Ու մենք երբ որ սկսեցինք անել, մենք տեսնում ենք իր զորության դրսևորումը։ Դուք պատկերացնում եք,
Մեր սրահից մի քիչ ավելի փոքր էր այդ տարածքը, որտեղ որ մենք երեկոներ հավաքվում էինք, եկավ մի ժամանակ, որ էլ արդեն նստելու տեղ չկար, մարդիկ գալիս էին Աստծո խոսքը լսելու, որտեղ մենք բոլորին պատմում էինք։ Ամենահետաքրքիրը նա էր։ Ես մի սպայի հետ եմ խոսում, ասում եմ Սուրբ Հոգու մասին, պատմում Սուրբ Հոգու մասին, որ գիտես իր զորությամբ դրսևորում ինքս ասես գալիս է, ու ասես պատմում իրան, ու նայում եմ մեկը ասես ու շատի լսում է ինձ, ու մեկը Սուրբ Հոգին ինձ ուշադրությունը սևեռել տվեց այդ անձնավորության վրա։ Ես ֆրանսիացի, իսկ դու հավատում ես Հիսուսին։ Ասես ուզում ես որ Հիսուսը գա քո կյանքի մեջ։ Գիտես sense, բայց ինքը բավական երևացող տղաներից մեկն էր։ Ինքը այնքան չեմ ուզում իր անունը տամ, իր մականունը այնպեսին էր, որ ինքը չէին կարող իրան բռնել, այդպեսի մականուն էր, ձուկ էին իրան ասում։ Ու գիտեք, երբ որ ինքը այդ օրը ընդունեց Հիսուսին, երեկոյան ասի կանոն երեկոյան իշտենք, երբ որ մենք գնանք գործարանից ներքև, կգաս այդտեղ որտեղ որ հավաքվում են քեզ համար կաղոթենք, որ դու Սուրբ Հոգով սկսես աղոթել, Սուրբ Հոգին գա քո վրա։ Հա, ասեց, ես էլ եմ ուզում։ Ու երեկոյան այս տղան եկավ, մենք իր համար աղոթում էինք։ Ու գիտեք, այնպեսի Սուրբ Հոգու թանձր ներկայություն կար։ Բայց այդ տղան այդ օրը լցվեց Սուրբ Հոգով, բայց պարգևները չդրսևորվեց։ Եվ մյուս օրը մենք գործանում աշխատում ենք, եւ ընդմիշմանը մենք այդ ժամանակ դեռ ինքը առանձին ուրիշ խմբետ էր, մենք մեր տղաներով արդեն ուրիշ տեղ էինք։ Մեկ էլ ասենց դուրը բացեց, ասես փոքրամարմին տղա էր, մեկ էլ մատով սենց արեց։ Դուրս է մեկ է, ասում ինչ է եղել։ Ասում լսի մեծ ինչ-որ բան է կատարում, ասում ինչ է եղել։ Ասում ես կարդում եմ Աստվածաշունչը, աչքերս տարերի վրայով գնում է, բայց բերանից ես ուրիշ բառեր են հելնում։ Ասում լսի, որ մենք աղոթում ենք քեզ համար Սուրբ Հոգին իջել էր քո վրա, ուղղակի պարգևի դրսևորումը չկար։ Հիմա պարգևը դրսևորում, ո՞նց։ Հիմա ես լեզներով աղոթում եմ, ասում եմ, հա։ Ու գիտեք, այդ եղավ։ Այս տղան առանձնանում էր ժամերով, լեզներով երկրպագում էր, լեզներով փառաբանում էր, ամբողջ 1500 հոգու մեջ լուր էր տարածվել, որ ձկոն խելքը թրցրել է։ Բայց իրականում ինքը թողել էր իր մեղավոր կյանքը, իր անցավոր կյանքը։ Ու գիտեք, եկել էր Հիսուսին։ Գիտեք, որ մենք սկսում ենք մեկի հետ խոսել, հա, ասում եմ, մի խոսացեք։ Ասում եմ, ինչ ասում եմ, մենք եք դառնանք ձկոյի նման։ Դա իր մականունն էր, չեմ ուզում իր անունը տամ, գուցե հետո ինքը կլսի։ Հետո որ մի օր է Ստեփանավանում էի, հարցրեց, հա, ասին վերջի տղայի մասին շատ լավ բաներ պատմեցին, հետո ինքը գնացել է Ռուսաստան։ Ու գիտեք, այդպես սկսվեց ծառայությունները։ Այն ժամանակ ես ավելի շատ sense 50-ական եկեղեցու մոդիֆիկացված վիճակով էի ծառայում եւ եղբայրները նամակ գրեցին ինձ։ Ինչ վարդապետություն ունես, SS հարցերի շուտ, ասում եմ, ինչ։ Էդ ի՞նչ է։ Ասում Սուրբ Հոգի ջան, ես չգիտեմ ես ինչ է։ Այդ վարդապետությունը ինչ է։ Այս հարցերի շուրջ ինչ պետք է լինի։ Ասի դու պետք է ասես մենք գրենք։ Ու գիտեք դուք չեք պատկերացնում, ես վերցել եմ գրիչ իմ ձեռքը ու Սուրբ Հոգին ինձ թելադրել է թե ինչ պետք է գրեմ։ Ես գրել եմ, փակել եմ այդ նամակը, տվել եմ մի անձնավորության, ինքը տալել է եղբայրներին։ Մի քանի օր հետո եղբայրները նամակ են ուղարկել, դուք կարող եք ծառայությունները սկսել։ Գիտեք ես չգիտեմ, որ իմ հարցեք ասեք, հիմա ինչ ես գրել։ Ամենայն ազնվություն չեմ հիշում, որովհետև չգիտեմ ինչ եմ գրել, բայց գրել եմ, որտեղ Սուրբ Հոգին էր թելադրում։ Գիտեք, երբ որ Սուրբ Հոգին գալիս է քո կյանքի մեջ, ամեն բան փոխվում է։ Ամեն բան փոխվում է։ Դու չես կարող նույնը մնալ։ Եվ ասում եմ, եկավ, իրենք լցվեցին հոգով եւ սկսեցին խոսել։ Գիտեք, շատ տեղեր կա Աստվածաշնչում, Գործք առաքելոցում, երբ որ կարդաք, ասում Սուրբ Հոգին եկավ իրանց վրա եւ սկսեցին խոսել։ Գիտեք, բայց շատերը ինչ են անում։ Այստեղ մի սերունդ կա նստած, որ բոլորը կհիշեն սովետական մի մեքենա կար, որին ասում էին 52։ Այդ 52 մեքենայի մեծամասնությունը, գիտեք 99%-ը ոչ մարդկոց ուներ, հայերեն չգիտեմ ինչ բան է ստարտերը, ոչ էլ ստարտեր ուներ։ Բոլոր ունեին ռուշկա։ Այսպես կեռիկ էր, ռադիատորի դեմից մտցնում էին ու ֆրցնում էին, մեկ էլ բրդոդոդոդ սկսում են աշխատել։ Գիտեք, շատերը մտածում են, որ Սուրբ Հոգին պետք է գա իրանց վրա,
Այդ ռուսկեն կորցրել են։ Պետք է ինձ լեզուն վերցի ու սկսի բր խոտտալ։ Գիտեք, դե իրականում այդպես չի։ Դե իրականում այդպես չի։ Ասում Սուրբ Հոգին եկավ սկսեցին խոսել։ Սուրբ Հոգին եկավ սկսեցին խոսել։ Գիտեք, երբ որ Սուրբ Հոգին եկավ ին վրա, ես սկսեցի խոսել։ Մեկը կարիք չկար, որ լեզուս բռներ ու ռուշկի պես պտտել, որ ես սկսեի խոսել։ Սելեք եղեցի, կամ այն մարդիկ, ովքեր որ մեզ կլսեք, այնքան կարևոր է սա, որ դու հասկանաս։ Դա ընդհանրապես նշան է լեզուները։ Դա ընդհանրապես նշան է։ Դա ընդհանրապես բարգև է, բայց իր ներկայությունը բոլորին ուրիշ բան է։ Իր լեցունությունը բոլորովին ուրիշ բան է, որտեղ երբ որ դու լցվում ես իրենով, քո կյանքը չի կարող նույնը մնալ։ Գիտեք, երեք մենք մի տեղ էինք, եւ ես վկայում էի։ Ասում եք, գիտեք, իմ հին կյանքի մեջ, եւ որ ես խոսում էի, ժարգոնով էի խոսում, հայախառը բարերով էի խոսում, իհարկե հիմա ամաչում եմ նման բաներ ասեմ արդեն, բայց դա հին կյանքն էր։ Այն կյանքում այդպես էր։ Ասում, բայց երբ որ ես լցվեցի Աստծով, այնքան եմ աղոթել, որ իմ սիրտը մաքրվի։ Ու մի օրինակ եմ պատմում, որ ոնց մեկ օր մուրճով սենց հարվածեցի, ձեռքս ջարդվեց, մի այդպես ուջանից մարդ կար, այնտեղ սենց անում, մի հատ քրվակ հանգստանաս։ Ասի լսի, ականջիդ հետևը կտեսնես, բայց այս շուրթերից 100 չես լսի, որտեղ եթե Տերը իմ սիրտը մաքրել է, լցրել է ինձ իր Սուրբ Հոգով, այս աղբյուրը էլ չի բղծվելու։ Որտեղ Տիրոջ խոսքը ասում է, չի կարող մի աղբյուրից դառը ու քաղցր ջուր բխել։ Չի կարող է շուրթեր Աստծուն օրհնի, լեզներով երկրպագություն ու փառաբանություն բարձրացնի, հետո եկեղեցուց դուրս գա, շուրթերը անիծեն կամ հայոյեն։ Գիտեք, Սուրբ Հոգին, երբ որ գալիս է քո կյանքի մեջ, քեզ զորություն է տալիս հաղթելու մեղքին։ Ամեն։ Գիտես, դու իրականում լցվում ես զորությամբ ու համարձակությամբ։ Դու չես վախենում որևիցե մեկին պատմել Քրիստոսի մասին։ Ոչ թե զահլեն տանել, այլ պատմել իրականում Քրիստոսի մասին, որ կյանքեր փոխվեն, որ կյանքեր փոխվեն։ Որովհետև Սուրբ Հոգու զորությունը, գիտեք ինչ անում։ Մի քիչ այսպես իմ պատկերացման օրինակ բերեմ։ Գործիքները վերցնում է, եւ որ դու սկսում ես խոսել, գնում է մարդու սրտի մեջ, ու գիտեք այն ժանգոտված տեղերը սկսում է յուղ դնել։ Այն քանի որ ես մի քիչ մասնագիտությամբ մեքենայի վարպետ եմ, մի քիչ այն գայքեկը, հա, հայերեն չգիտեմ ոնց են ասում, սկսում է պտտել, որ էլ ճռճռոց ու սենց ավելորդ ձայներ չգան։ Ու մեկ էլ մարդ ասում է, լսի, այս որ դու խոսում ես, ես նենց թեթևացա, լսի ներսում ինչ-որ բան է կատարվում, լսի նենց խաղաղություն է եկել վրես, լսի որ դու խոսում ես, իմ ներսում ինչ-որ բաներ սկսում են փոխվել։ Երեք մի երիտասարդ էր այստեղ երեկոյան, Εμείς ժամը 11 այստեղ խոսում ենք, այն մեկին ես ասում ախպեր, քել էթան կամ իջելով շատ մնանք ստե ես կփոխվեմ աշկիս։ Ես կփոխվեմ ասում աշկիս։ Գելիքը հարցեր ուներ։ Ինք հարցեր տալը մենք պատասխանում ենք այդ հարցերին։ Ասում եմ ինչ ես դժոխք եմ գնալու։ Ասում եմ քո կարծիքով ուր պիտի գնաս։ Եթե ճապա, ասում եմ ճամփա չկա, մի հատ բան չկա, որ մի բան կանեմ, ասում կա մի բանը սա է։ Դառնաս քո մեղքերից դեպի Հիսուսին։ Ուրիշ ճանապարհ չկա։ Դառնաս քո մեղքերից Հիսուսին։ Գիտեք այնքան կարևոր է, որ Սուրբ Հոգին գալիս է, ու դու լցված ես Սուրբ Հոգու զորությամբ։ Հնարավոր չի, որ դու սկսես ավետարանը խոսել, ինչ որ մեկի կյանքում, ինչ որ հետք չմնա։ Ասես ինչ բոլորը հավասար լսում են, կարող մարդիկ լինեն, որ չլսեն էլ։ Բայց Սուրբ Հոգով լցված դու կարող ես իրավիճակներ խոսել, որ մարդը քեզ ասի, դու որտեղից դա գիտես։ Որտեղից գիտես։ Ասես ես ճիշտ ասած մի բան գիտեմ, այն որ դու ձեր տանը թաքուն են անկյունում, sense բան ես մտածում կամ անում, կամ մեկը որ գիտի։ Եվ այդ մեկ այսօր ինձ ասում է, որ քեզ ասեմ, որ քո մասին գիտեմ։ Ինչ եք մտածում։ Այդ մարդը Թարսուշի տակ կնայի քեզ, եւ որ ինքը գիտի, որ այդ բանը մենակ ինքը գիտի։ Քեզ որտեղից հայտնի եղավ։
Եվ որ դու ասում ես, որ դա ինձ Աստծո հոգին ասեց, գիտես ամեն բան կարող է փոխվել։ Ամեն։ Գիտեք, մի հետաքրքիր բան կա Գործքի 4:7-ում գրված։ Երրորդ գլխում խոսում է քիչ առաջ ասածս կաղի պատմության մասին, որ ինչպես է Պետրոսն ու Հովհաննես ասում են վերկացու կանգնին կվերականում կանգնում, եւ 4:7-ում նայեք ինչ ասում, արդեն քահանաները կանչում են, խառնվում ամբողջ Երուսաղեմը եւ ասում են. Ինչ զորությունով կամ ինչ անունով արեցիք սա։ Գիտեք, աշխարհի համար այդ զորությունը անհասանելի ու տեսանելի չի, բայց այն մարդիկ, ովքեր որ բաց են Աստծո համար ու լցված են Աստծո հոգով, իրանց կյանքում ամեն բան փոխվում է։ Ասում է, ինչ զորությունով արեցիք։ Գիտեք, չի կարող ի ծնե կաղը, եւ որ գուցե այն ժամանակվա բժշկությունը, չգիտեմ, այնպիսիներ, որ ոչ մի ձևի չէին կարողացել այդ անձնավորությանը օգնել, արդեն բավական երկար տարիքով մարդ էր, ու բոլորը գիտեին, որ այս մարդը նստած է այստեղ մուրալու, որովհետեւ իր ոտքերը կաղ են, ու հանկարծ ինքը կանգնում ու ցածկոտում է, դա շոու չէր։ Դա այնպես չէ, որ մարդը քաշում է ոտը երկարացնում, ասում է, տեսակ ոտը դզվավ, ասում է, դե քայլի սենց անում, դե ուղիղ քայլի սենց անում։ Գիտեք, դա շոու չի։ Դա տեսնում է մեկին, որը որ երկար տարիներ նստած մուրում է, ի ծնե կաղ է, ու ինքը կանգնում է, ցածկոտում է, ասում է, գիտեք, ինձ բժշկեց Տերը։ Ես ասում եմ, «Էդ ինչ զորությունը վարեք, լսեք իմանանք»։ Եվ իրենք պատմում են, ինչ զորությունով են արել։ Գիտեք, իրականում Սուրբ Հոգին, երբ որ գալիս է քո կյանք, դու զորություն ես առնում, դու համարձակություն ես առնում։ Եվ ասում ես նրանք Պետրոսին եւ Հովհաննեսի համարձակությունը նայելով 13 խոսքում հասկացան, որ սրանք տգետ առանց ուսման մարդիկ են, զարմացան եւ իմացան, որ նրանք Հիսուսի հետ էին։ Գիտեք, իրենց համարձակությունը, իրենց զորությունը տենալով զարմացան։ Ես երբեք մի մտածի, որ ես 50 կամ 60 տարեկան տատիկ եմ կամ պապիկ եմ կամ 70 տարեկան եմ։ Գիտես մի բան կարող եմ ասել, երբ որ դու Սուրբ Հոգով լցված շարժվում ես, այդ զորությունը, համարձակությունը գալիս է քո վրա, եւ դու կարող ես ամեն ուրեք համարձակ խոսել Հիսուսի մասին։ Եվ մեկը որ ասի, կարող ես աղոթել, որ իմ կյանքը փոխվի, կարող ես համարձակ աղոթել, որտեղ այդ զորությունը, որ քո ներսում է, կարող է այդ մարդու կյանքը բժշկի ու փոխի։ Ամեն։ Դու ստեղ ես։ Գիտեք, սա այնքան կարևոր է, որ ես ու դու հասկանանք։ Գիտեք, ուղղակի տոն չի։ Հալելույա։ Պենտեկոստեի տոնն, հալելույա, ու վերջ։ Դա իրականում ամենափառավոր տոներից մեկն է Սուրբ Հոգու գալուստը, որ Սուրբ Հոգին եկել է, որ դառնա քո ընկերը, որ ամեն տեղ, ամեն ժամանակ, օրը 24 ժամ, որ ինքը քո հետ լինի, քո մեջ լինի։ Սիրելի քույրիկներ, ձեր ամուսինները օրը 24 ժամ չեն կարող ձեր հետ լինել, ձեր ներսում չեմ կարող պատկերացնել ոնց կարող են լինել։ Սիրելի ծնողներ, դուք չեք կարող օրը 24 ժամ ձեր երեխաների հետ լինել, բայց Սուրբ Հոգին օրը 24 ժամ ինքը կարող է ձեր հետ լինել։ Ինքը կարող է ձեր հետ լինել։ Ու գիտեք, սա այնքան կարևոր է, որ ես հասկանամ, արդյոք ես ուզում եմ Սուրբ Հոգին գա իմ մեջ, արդյոք ես փափագում եմ իրեն, թե այսօր վերջում կասես, հովիվ ջան, կլինի մատ աղոթես գլուխը ցավում է, այդամ տուն ու վերջ, թե իրականում կուզենաս, որ դու լցվես Սուրբ Հոգով, կուզենաս իրականում այդ պարգևը քո կյանքում դրսևորվի, որ դու սկսես լեզուներով աղոթել, չէ՞ որ Հակոբ Հուդայի թղթերի մեջ խոսում ասում է, որ Սուրբ Հոգով աղոթեք։ Հարյուրավոր տեղեր կա Աստվածաշնչում գրված, ժամանակներում ես չեմ կարող բացել այդ ամենը քեզ ասել, որ ինչքան կարևոր է նաև լեզուների աղոթքը, ինչքան կարևոր են այդ անբարբար հառաչանքները, որտեղ դու բարեխոսություն ես անում, դու չգիտես էլ այդ բանին ինչ ես անում, բայց դու աղոթում ես, Սուրբ Հոգին իր գործը այնտեղ անում է։ Դա այնքան կարևոր է, որ դու հասկանաս, որտեղ մենք չգիտենք ինչ եւ ինչպես պիտի աղոթենք։
Հռոմեացիների 8-րդ գլխի մեջն է գրում, բայց ասում է, բայց ինքը գիտի ինչպես անբարբար հառաչանքներով խոսի։ Շատ անգամ մարդիկ ասում են, «Էդ ինչ բառեր եք ասում»։ Մի հարց տամ։ Երբևիցե եղել ես, հանդիպել ես մի հատ մի քիչ դարդոտված մարդու ու ասել ես ո՞նց ես։ Մարդը մի հատիկ բառար է։ Մի հառաչանք։ Դու այդ մի հառաչանքի մեջ ինչքան բան ես հասկացել, որ այս մարդ ինչքան դառնություն ունի, ինչքան ցավ ունի, ինչքան խնդիր ունի, ինչքան խնդիրներ ունի։ Այդ մի հատ իր այդ բառից հետո էլ բան չես հասցրել իրան, որտեղ հասկացել ես այդ մարդու ներսի կարգավիճակը։ Համաձայն ես իմ հետ։ Եվ ասում եմ, անբարբար հառաչանքներով բարեխոսություն է անում։ Գիտես այն մարդիկ ամեն որ մեզ էլ կլսեն։ Գիտեք ովքեր որ անհասկանալ երբեմն խոսում են Սուրբ Հոգու դեմ, այդ ինչ լեզուներ են խոսում, այս ինչ թազա մի բան է։ Գիտեք իրականում իրանք վիրավորում են Սուրբ Հոգուն։ Եվ Հիսուսը մի բան ասեց, ամեն մեղք կներվի, ամեն հայրություն կներվի, բայց Սուրբ Հոգու դեմ եղածը ոչ։ Գիտեք սրանք կարևոր բաներ են, որ ես դու հասկանանք։ Ուստեղ ես։ Ես ուզում եմ ուղղակի մի հատված մեջբերում անեմ Յոնգիչոյի խոսքերից։ Սուրբ Հոգին ասում է պարզապես ուժ կամ էներգիա չի։ Նա անձ է։ Նա մեր ընկերն է, ուսուցիչը եւ մխիթարիչը։ Եթե սկսենք հասկանալ, թե ինչպես պետք է նրան վերաբերվել, ձեր կյանքը կփոխվի։ Եթե սկսես հասկանալ, ինչպես պետք է վերաբերվես Սուրբ Հոգուն, չի կարող քո կյանքը չփոխվել։ Չի կարող քո կյանքը չփոխվել։ Գիտեք, երբ որ Կետրին Կուլմանը առաջին անգամ 70-ականներին այդ հայտնությունը բերեց Սուրբ Հոգու, որտեղ առաջի դարից հետո երկրորդ մեծ ալիքը, գուցե արանքները մեղել են, ես չգիտեմ։ Գիտեք, շատերը չէին կարող հասկանալ։ Եվ իր պատմության գրքի մեջ, երբ որ կարդում ես, ասում է, երբ որ ինքը դալիճից դուրս էր գալի խոհանոցով գնում էր, ասում է, խոհանոցով քայլելուց բոլոր աշխատողները հեկեկալով լացում ու ապաշխարում էին Տիրոջ զորության ներկայությունից։ Եվ ես մի քանի անգամ տեսել եմ իր ծառայություններում, որ ինքը կանգնեցրել է ու սկսել է մարդկանց ասել՝ մի նեղացրեք Սուրբ Հոգուն։ Ու ինքը հեկեկալով լացել է ու ասել է՝ մի նեղացրեք իրան, որտեղ դուք չգիտեք ինչքան թանկ անձնավորություն է այստեղ։ Եվ մենք ինչի ենք վերցնում ու մտածում այսպես։ Հատե լեզուները խոսում եմ հերիք է, էլի։ Ինչ ուզեմ կարամ անեմ։ Ոնց ուզեմ կարամ բոլոր հետ խոսեմ, ոնց ուզեմ կարամ վարվեմ, երբ ինչ ուզեմ կարամ անեմ։ Ո՞վ է քեզ այդ իրավունքը տվել։ Բենինը մեկ անգամ լսում է ասել, գիտեք, երբ որ Սուրբ Հոգին գալիս է, բոլորը իմանում են, բայց երբ որ ինքը հեռանում է, ոչ ոք չի իմանում։ Գիտեք, իրականում Սուրբ Հոգին անձնավորություն է։ Դա էներգիա կամ զորություն չի, որ ասեն, գիտես կա, ոնց որ շատ որոշ աղանդավոր կազմակերպություն կա, որ ասում են, դե Սուրբ Հոգին դա ընդհանրապես զորություն է, օրինակ էլ բերում են, ինչպես է անջատիչը, միացնում ես լույսը վառում, անջատում ես, անջատվում է, ասում ես դե բարև ձեզ, էլի։ Երբ որ դու հասկանում ես, որ Սուրբ Հոգին անձնավորությունն է, դու հասկանում ես, որ ինքը ունի նաև զգացում, ունի խոսել, հիմա կասեք դա որտեղ ես գիտեք։ Հիմա ես եկեք մի տեղ եմ ուզում ձեզ կարդալ։ Նա միջև կարդալը հարց տամ։ Երբևիցե եղել է, որ դու էլեկտրաէներգիային կարողանաս վիրավորել։ Հա? Կանգնես վրեն գոռաս, վիրավորես, ինքն էլ վիրավորի, ոնց նեղացել եմ, վերջ, էլ լույս չեմ տա քեզ։ Կամ խափես։ Ասես լսի, նոլի տեղը ֆազն եմ տալի, ֆազի տեղը նոլը։ Հետո գլուխով ասում գիտես ինչ կար։ Երցերի գնաց, նոլի տեղը ֆազը տվի։ Չես կարող, չէ։ Որտեղ ինքը քեզ չի հասկանա։ Բայց հիմա նայ Գործք առաքելոց 5:3-ում ինչա գրված։ Եվ Պետրոսը Անանիային ասեց. Անանիա, ինչու
Սատանան քո սրտի մեջ լցրեց, որ դու Սուրբ Հոգուն սուտ խոսես ու ակարակի գնից պահես։ Գիտեք անձնավորության է սուտ խոսում։ Հիմա աթորը ինչ կարող ես սուտ ասի։ Աթորը պետք է չի։ Ասում գավում երավ։ Երեք ես ծառայողների հետ եմ խոսում, ասում գիտեք 20-րդ դարում, այսպեսի մի իրավիճակ է 21-րդ դարում ստիպում, որ քո հոգևոր արժեքները իջացնես ու հարմարվես իրենց հետ։ Հատե ոչինչ։ Հատե երեխա է, հատե տղա է, հատե աղջիկ է, հատե մեծ է։ Ինչ եք մտածում, Անանյան երեխա էր։ Բայց ինչին գավում երավ։ Միած սուտ խոսելու պատճառով։ Բայց այսօր ինչ են քրիստոնյաները ասենց հավեսով սուտ խոսում, մի քանի հատ էլ հետևից պատրաստում, այդ սուտը ստի վրա։ Այս վերջերս մի հատ այնպիսի մի հատ շեդևր եմ լսել, որ վերջն էր։ Սուրբ սուտ։ Ասում եմ Աստված իմ ինչ։ Ասում եմ Սուրբ սուտ կա, ասում եմ դա ո՞րն է։ Ասում եմ որ սուտ խոսելով կարող ես մեկի կյանքը փրկել։ Ասում դուք ճիշտ եք ասում։ Ու ինքը սենց օրինակ է բերում։ Որ քաղմասում են բլա լսեք։ Աստվածաշունչը Հայտնության գրքում ասում է, որ ստախոսները երկնքի արկայություն չեն մտնելու։ Ինչ սուրբ ստի մասին է խոսքը։ Մեկը սուտ խոսեց ու գավ մեռավ եւ ասեց ինչու Սուրբ Հոգուն սուտ խոսեցիր։ Եթե Սուրբ Հոգին անձ չէր, ինչի Պետրոսը անձնավորեց։ Գիտեք իրականում Սուրբ Հոգին անձ է, որը նաեւ զգացում, մենք ասես որտեղ է գրած։ Հետ եղել է որ գոռացել ես հոսանքի վրա տխրել է կամ տրտմել է։ Հա? Եղել է ձեր կյանքում։ Բարձր ձնով գոռացել ես լամպուշկի վրա, լամպուշկին ամոթից կարմրել է։ Ասես տեսար ամոթ է, ամոթ, ինչ ես լույս տալիս, ու ինքը կարմրել է։ Գիտեք, Եփեսացիս 4:30-ում ասում է մի տրտմեցրեք։ Մի տրտմեցրեք։ Եթե Սուրբ Հոգին անձ չի, ո՞նց կարող է տրտմել։ Եթե Սուրբ Հոգին անձ չի, ինքը ո՞նց կարող է օրինակի համար տրտմել, նեղանալ, հա, լռել։ Տենա որ դու իրան բանի տեղ չես դնում, կամանց հետ քաշվել։ Ո՞նց կարող է դա այդպես լինել։ Սել եկեղեցի։ Սա այնքան կարևոր է, որ դու հասկանաս, որ մենք գործ ունենք անձի հետ, մենք գործ ունենք Աստվածության երրորդ անձի հետ, որը որ եկել է ու բնակվում է քո մեջ, չէ որ Կորինթացիների թղթերի մեջ ասում է դուք եք Սուրբ Հոգու տաճարը, մի ապականեք այդ տաճարը։ Այս վերջերս եղբայրներից մեկի հետ մի անձնավորության էինք հանդիպել, կամանց իր ամբողջ թևը նկարչական ալբոմ էր։ Ասում է ես հերթով նկարում եմ։ Ասում վերջ ուր ես հասնելու։ Այդ ալբոմը որ պրծավ, իհարկե դες բառը չեմ ասել, եւ հիմա եմ ասում, այդ ալբոմը որ պրծավ, հետո ուր ես հասնելու նկարելու։ Ասում է դուք Սուրբ Հոգու տաճար եք, մի ապականեք։ Մի ապականեք։ Դրա համար այնքան կարևոր է, որ ես ու դու հասկանան, ինչքան կարևոր է, որ Սուրբ Հոգին մեր մեջում է։ Ամեն։ Նայեք Եփեսացիս 4:30 եւ Աստծո Սուրբ Հոգին մի տրտմեցնեք, որով դուք կնքվեցաք փրկության օրվա համար։ Գիտեք Սուրբ Հոգին երբ որ գալիս է, դա նաեւ կնիք է։ Հռոմեացիների թղթերի մեջ ասում է, որով կանչում է Աբբա հայր։ Աբբա հայր։ Դա գիտես կնիք է քո ճակատին։ Դու գուցե չես տեսնում, բայց քո ճակատին կնիք է դրած, որ դու իմն ես, որ դու իմն ես, որ դու իմն ես։ Դա Սուրբ Հոգու ներկայությամբ է, որ այդ կնիքը ճակատի դրված է։ Հիմա կասես, բա ինչ, որևէ ես առաջի անգամ ասի Հիսուս ջան, դու իմ կյանքի Տերն ու Փրկիչն ես, այդ կնիքը չեղավ,
Քո անունը գրվեց կյանքի գրքի մեջ, բայց կնիկը դրվում է, երբ որ Սուրբ Հոգին գալիս է։ Որտեղ Աստված այդպես է ասում։ Կնիկը դրվում է, երբ որ Սուրբ Հոգին գալիս է։ Ասում է կնքվեցիք փրկության օրվա համար Սուրբ Հոգու գալով։ Եվ մի տեղ եմ ուզում կարդալ, եւ հետո ովքեր որ դեռ Սուրբ Հոգով լցված չեն, մենք աղոթենք իրենց համար, որպեսզի Տիրոջ Հոգին գա ու դուք լցված լինեք Սուրբ Հոգու զորությամբ։ Գործք Առաքելոց 13-րդ գլուխ առաջի խոսքից եմ կարդում։ Ասում է Անտիոքի մեջ եղած եկեղեցի մի քանի մարգարեներ ու վարդապետներ կային։ Բարնաբաս եւ Շմավոն, որ Նիգեր էր կոչվում, եւ Ղուկեոս Կիրենացին ու Մանաեն, Հերովդես չորրորդապետի սննդակիցը եւ Սողոսը։ Երբ ասում է այս ամենը Տիրոջը պաշտոնի մեջ էին եւ ծոմ էին պահում, Սուրբ Հոգին ասեց։ Գիտեք, անձնավորությունն է կարող խոսել։ Սուրբ Հոգին ասեց. Ինձ առանձնացնեք Բարնաբասին եւ Սողոսին այն գործի համար, որին ես կանչել եմ։ Այո։ Գիտեք, շատերը մտածում են. դա միայն առաջի դարում էր։ Այդ զորությունները, այդ ամեն ինչը դա միայն առաջի դարում էր ու միայն առաքյալներին էր տրված։ Բայց գիտեք, իրականում դա այդպես չէր։ Իրականում դա այդպես չէր, ասեց Սուրբ Հոգին ձեր վրա կգա։ Եվ հիմա նայեք, ինչն ամենահետաքրքիրը։ Երբ որ Սուրբ Հոգին գալիս է, մենք կարողանում ենք հաղթարել մեղքին։ Որովհետև Հովհաննեսի մեջ Հիսուս ասեց, եկեք կարդամ։ Հովհաննեսի 16:7-ի շարունակությունը։ Նայեք ինչ ասեց Հիսուսը, ասում է, երբ որ ինքը գա 8-րդ խոսքը։ Պիտի հանդիմանի մեղքի համար, արդարության համար ու դատաստանի համար։ Գիտես Սուրբ Հոգին գալիս է քեզ ուժ զորություն է տալու, որ դու մեղքին հաղթահարես, որ մեղքը քո վրա չիշխի։ Մեկ անգամ մի երիտասարդի համար է ես աղոթում։ Ու գիտեք Սուրբ Հոգին ինձ ինչ ասեց։ Ասեց ինքը չի ուզում, որ ես իր կյանքում լինեմ։ Մի բանի համար, որ երբ որ ինքը մեղք է գործում, ես չհանդիմանեմ իրեն։ Ու գիտեք շատերը չեն ուզում Սուրբ Հոգին իրաց կյանքում լինի, որպեսզի իրենց ասող չլինի, մի ար այդ բանը։ Որտեւ նայեք նորից կարդամ, ասում է, եւ ինքը երբ որ գա, պիտի հանդիմանի մեղքի համար, արդարության համար ու դատաստանի համար։ Գիտես, երբ որ Սուրբ Հոգին գալիս է, քեզ տանում արդարության։ Գիտես, այն ձեռքերը, որը որ մի ժամանակ արունոտ էր, մաքրվում են, դառնում են արդարության ձեռքեր։ Մի ժամանակ այն ձեռքերը, որ գողացող էր, այս անգամ օրհնող է։ Մի ժամանակ, որ այդ ձեռքերը սրանից նրանից հափշտակող էր, հիմա տվող է։ Հիշում եք Զաքեին։ Երբ որ հանդիպեց Հիսուսին, ասեց, եթե մեկից սենց եմ արել, ավել է կտամ, ես մեկին ես կանեմ, այն մեկին այն կանեմ։ Գիտեք, Սուրբ Հոգին եկած ժամանակ քո կյանքը փոխվում է։ Դու չես կարող մնալ նույնը։ Դա մենակ լեզուների պարգևը չի։ Դա իրական իր ներկայությունն է, որ քո կյանքը փոխում է։ Դու պատկերացնում ես, դու քնած ես, եկել քեզ Սուրբ Հոգին արթնացնում է։ Ասում է վեր կաց։ Աշկերտ բացում ես մստեր։ Ես դու ես իմ հետ խոսում։ Ասում ես սկսի աղոթել։ Սկսի աղոթել, օրինակ Վալոդի համար։ Տեր ինչ աղոթեմ, սկսի աղոթել ու սկսում ես լեզուներով աղոթել։ Դա ինչ որ ժամանակ առաջ էր, ինչ որ հիմա կասեմ։ Երեխաներից մեկը զանգել էր մեր ծառայողներին, թե ինձ չեմ հիշում արդեն, բավական ժամանակ առաջ էր։ Ու իրենց ընտանիքում ինչ-որ մի հատ իրավիճակ կար, որ դևը հայտնվել էր ու իր մոր աշկին տեսիլքներ էր տալիս։ Գիտեք, մենք ծառայողներով 3 հոգով թափեցինք մեր գործերը, ու սենց ասում եմ ձին թամբեցինք ու ուղիղ արագացավան։ Եվ գիտեք, ամբողջ ճանապարհին, այսպես գիտեք, ես ընդհանրապես սովորություն չունեմ մեքենայի ղեկի վրա այսպես նստելու։ Դա իմ սովորությունը չի։ Բայց կարծես սենց կարելի ասել դաժե միջև սենց ոտքերից ծայրի վրա ղեկը սենց բռնել եմ, ու մենք լեզուներով աղոթում ենք։ Կռիվ ենք տալիս լեզուներով, որ հանկարծ
դևը չկարողանա այդ կնոջը կամ երեխաներից որևիցե մեկին վնասի։ Որտեղ մենք չգիտենք ինչի հետ գործ ունենք, մենք չգիտենք ինչի հետ ենք, մենք լեզներով աղոթում ենք։ Գիտեք, համարը ասել ենք, հոկտեմբերյան անցել ենք, եկել ենք Արաքսը, մի քիչ էլ անցանք, Նորսես կամաց զգում ես, որ արդեն թշնամի նահանջում է, դու ես արդեն նսես տեղավորվում մեքենայի հետ նստատեղի վրա։ Ու իրականում մենք եկանք հասանք ու փառքասուն, ոչ մի վնաս չեղավ, ոչ մեկին ոչ մի աղոթեցինք, այդ տան իրականում դևերի ներկայություն կար, այդ ամենը քանդվեց։ Հետո իր երեխեքի մաման ազատագրվեց ու փառքասուն ամեն ինչ հրաշալի եղավ, առանց որևիցե հետևանքների։ Մենք չգիտենք այդ ամբողջ ճանապարհին մենք ինչի դեմ ենք կռվում, բայց Սուրբ Հոգին գիտեր։ Մեզանից մի բան էր պահանջվում։ Մենք շարունակենք աղոթել։ Մենք շարունակենք աղոթել։ Մենք շարունակենք աղոթել։ Մենք շարունակենք աղոթել։ Դες այնքան կարևոր է լեզների աղոթքը, որովհետև դու չգիտես ինչ ես աղոթում։ Դու չգիտես։ Իհարկե նաև պարգև կա, որ թարգմանությունը Եվ նայեք Հռոմեացիս 8:26-ում ինչ ասում։ Նույնպես հոգին էլ օգնության է հասնում մեր տկարություններին, որովհետև ինչու եւ ինչպես աղոթելու ենք չգիտենք, բայց ինքը հոգին բարեխոս է լինում մեզ համար անբարբար հառաչանքներով։ Եվ սրտեր քննողը գիտի հոգի ուժ խորելը, որովհետև Աստծո կամքի համեմատ բարեխոսություն է անում սուրբերի համար։ Ես ինչ եմ շատ հաճախ խրախուսում, լեզներով աղոթեք, լեզներով աղոթեք, լեզներով աղոթեք, որովհետև չգիտես ինչ ես, ում ինչի համար, կամ քո անձի համար։ Գիտես, եկեղեցուց գնում ես տուն, մենակ ես, ճանապարհին ոչ թե հիմար բաների մասին մտածես, սկսել լեզներով աղոթել։ Սպասք ես լվանում, տունը մարդ չկա, մենակ ես, սկսել լեզներով աղոթել։ Դաշտում աշխատում ես, քախան ես անում, սկսել լեզներով աղոթել։ Որովհետև չգիտես դու այդ պահին ինչ ես անում, ինչպես ես քո անձը շինում, ինչպես ես բարեխոսություն անում։ Ու մեկ էլ պատահաբար դու պատկերացնում ես, դու դաշտում աշխատում ես, քախան ես անում, ու սա ջերմերանտ աղոթում ես, քիրալաբաշ ֆիդարոլոս հենց կռիվ ես տալիս։ Մեկ էլ երեկոյան գալիս ես տուն, ամուսինդ կամ կինդ գալիս է տուն ու գիտես պատմում ես մլսի, այսօր ես ինչ տեղն էի։ Նոտնեն սև հաստ օծ հայտնվեց դեմս։ Ասում մեկ էլ չգիտեմ, ոնց ինքն իրան անհայտացավ։ Ասում ես դի որ ժամն էր։ Ասում դե մեկ անց կեսի տենց երկուսի արանքել է տենց։ Ու մեկ էլ դու հիշում ես, որ այդ ժամանակ Սուրբ Հոգին ոնց էր քո ջրերը սենց եռացնում, որ լեզներով աղոթում ես իր համար։ Ու դու հասկանում ես Տեր, այնքան շնորհակալ եմ, որ ես լսեցի քեզ եւ սկսեցի աղոթել եւ ես բարեխոսեցի իր համար եւ այսօր ինքը ողջ է, որ կարար օծից թունավորվեր, հələ քանի դեռ իր հարցերն Հիսուսի հետ լուծած չէր, գնար դժոխք։ Գիտեք, այնքան կարևոր է սա, որ դու հասկանաս։ Գիտեք, այնքան վկայություններ կան, որ Սուրբ Հոգին հանել է մարդուն ու սկսել աղոթել տալ։ Եվ մեկը վթարից է ազատվել, մեկը չգիտեմ իր կյանքն է փրկվել, մեկը։ Գիտեք, եթե Սուրբ Հոգին չլիներ, ով է այդ ամենը անողը։ Այդ էներգիա ասվածը չի կարող այդպես անել։ Էներգիան էներգիա է ու վերջ։ Բայց երբ որ ինքը անձնավորություն է, ինքը կարող է եւ քեզ հետ խոսի եւ գիտի ինքը ինչ է անում, գիտի։ Գիտեք, էլեկտրոէներգիան ինքը չգիտի ինչ անում։ Իրան դու ես ասում ինքը ինչ անի։ Եվ որ միացնում ես, ինքը լույսը վառում է, անջատում ես, անջատվում է։ Ինքը չի կարող կառավարել իրեն, բայց Սուրբ Հոգին, որպես անձնավորություն Աստվածության երրորդ անձը, ինքը կարողանում է ամեն իրավիճակ կառավարել։ Երբ որ մենք հնազանդ ենք իրեն, երբ որ մենք ուզում ենք Սուրբ Հոգի, ուզում եմ լցվել քեզնով։ Կարծացեք Գործք Առաքելոցը 4-րդ գլխի մեջ ուզում եմ այդտեղն էլ կարդամ, հետո մենք կանգնենք աղոթքի։
Գործ կարակելուց 4-րդ եմ ասում, Հռոմեացիներ 4-ի մեջ են ասում, բայց սուրա կորավ։ Նայեք 4-րդ գլուխ 29 խոսքից եմ ուզում կարդալ։ Աշակերտները ինչ են աղոթում, եւ հիմա ով Տեր նայի նրանց սպառնալիքներին եւ շնորհք արա ծառաներիդ, որպեսզի բոլոր համարձակությունով քո խոսքդ խոսենք եւ քո ձեռքը երկարացնելով բժշկելու եւ քո սուրբ որդիդ Հիսուսի անունով նշաններ հրաշքներ կատարվեն։ Երբ նրանք աղոթք էին անում, շարժվեցավ այնտեղ, ուր հավաքված էին, եւ ամենքը Սուրբ Հոգով լցվեցին ու Աստծո խոսքը համարձակ խոսում էին։ Համարձակ խոսում էին։ Համարձակ։ Գիտեք, երբ որ Սուրբ Հոգին գալիս է քո վրա, դու չգիտես էլ ոնց սկսում ես խոսել։ Բայց երբ որ Սուրբ Հոգին քո վրա չի, ամենափոքր երեխան, այս դու կարող ես հավատացյալ ես դարձել, դե գիտեք ոնց սկսում են, չէ։ Ինչա մեր ազգի հավատացյալ չի, ինչ է դու հավատացյալ չես, դու էլ ես ուստում մարդը գիտես ինչ անել։ Հա, հավատացյալ եմ ես հավատում եմ Հիսուսին, ես հավատում եմ Հորը, ես հավատում եմ Որդուն, ես հավատում եմ Սուրբ Հոգուն, ես հավատում եմ երկնքին, ես հավատում եմ, որ կա դժոխքն ու դրախտը, ես հավատում եմ Սուրբ Հոգու զորության դրսևորմանը, ես հավատում եմ, որ մարդուց դուրս հոգի կա։ Դու դες բաներ ես հավատում, այո։ Այդ դեպքում կպատմես ինձ քո Աստծո մասին, որ դու տենց հավատում ես։ Դու մտածում ես, վա, ես էլ մտածում եմ մի ուրիշ բան ասելու։ Սա համարձակ խոսում էին։ Համարձակ խոսում էին։ Գիտեք, չէին վախենում։ Չէին վախենում։ Գիտեք ինչի։ Գիտեք շատ քրիստոնյաներ ինչ են վախենում։ Որովհետև իրանք Սուրբ Հոգուն տրտմեցրել են, լռեցրել են, Սուրբ Հոգին իրանց կյանքից գնացել է, եւ իրանք որոշակի sense խառնի ճաղանջ կյանքով են ապրում։ Եվ շատ անգամ երբ որ ուզում են մի բան պատմել, մեկ էլ մեկը կողքից ասում է, հələ մի հատ քո կյանքին նայի, երեք իրիկունը որ գնացել էր գինու տունը, գինու փառատոնի մի լավ հարբեցիր։ Հəմել ուզում ես սրբությունից խոսաս։ Գիտեք, որ մարդիկ այս երկրում ասում են, մենք քրիստոնյա ենք, մենք հավատքի մարդ ենք, աղանդավոր են ասում։ Բայց կարող են գինու փառատոն անել, արփեցնել ու ամենավերջի անառակություններ անել։ Ու ուրախանում են մարդիկ դրանով։ Բայց երբ որ ասում ես Պենտեկոստե է, Սուրբ Հոգու գալուստն է, մենք աղոթում ենք լեզուներով, մենք փառավորում ենք Աստծուն լեզուներով։ Առաջի բանը, որ մարդկանց արձագանքը լինում է, իրանք աղանդավոր են։ Ես Հիսուսի աղանդից եմ։ Եթե Հիսուսին ասում էին, ես ով եմ, որ ինչ չասեմ։ Ես Հիսուսի հետևորդն եմ։ Ես մարդ եմ, որ գնում եմ Հիսուսի հետևից։ Ու անում եմ ինչ որ ինքն է ուզում։ Շատ անգամ ես մարդկանց ասում եմ, իմ ու ձեր տարբերությունը գիտեք որն է, որ դուք ուղղակի հավատում եք Աստծուն եւ հետո վերջակետ եք դնում։ Բայց ես հավատում եմ Աստծուն, այլ իր խոսքը պահում եմ։ Ես իր խոսքը պահում եմ։ Իմ ու քո տարբերությունը սա է։ Երկուսը ունենք երկու աչք, մի քիթ, մի բերան, երկու ականջ, մեկ լեզու։ Չնայած հիմա արդեն շատեր երկու լեզու ունեն։ Չէ, իրականում երբեմն նայում ես մարդիկ ոնց է իրենց լեզուները կտրում դառնում երկու։ Բացահայտ ասում են, որ մենք սատանիստ ենք։ Բայց քրիստոնյաները վախենում են ասել, որ ես հավատքի մարդ եմ։ Ես սուրբ մարդ եմ, որտեղ Հիսուսի այրան զորություն ինձ մաքրել է ու ես լցված եմ Սուրբ Հոգով։ Հա, Սուրբ Հոգով ես լցված։ Հայո։ Դե լավ, որ տենց է։ Իսկ դու սպասում ես ուրիշ բան։ Կարող եմ աղոթել, որ դու էլ լցվես Սուրբ Հոգով։ Չէ, չեմ ուզում, սենց լավ է։ Ոնց որ երեք մի երիտասարդ ասում է, պաստոր ինձ вообще հույս չկա, ասում եմ, չէ, եթե չապաշխարես չկա։
Այնքան կարևոր է, որ մենք հասկանանք ով է Սուրբ Հոգին։ Եվ ինչ է ուզում, որ մենք անենք։ Մի բան թույլ տանք, որ ինքը գա մեր կյանքի մեջ։ Հռոմեացիս 10-րդ գլխում ասում է խոսքը քո շրթունքի վրա է։ Երբ որ քո շրթունքի վրա ինչ ես անում։ Ուզում եմ որ գաս, լցնես ինձ, ես ուզում եմ լցվել քեզնով, ուզում եմ պարզապես լցվել, և այդ նշանը լեզուների խոսելը, թող լինի, այդ պարգևը, ամբողջ կոնոտասների պարգևների այդ թղթի մեջ 14-րդ, 12-րդ գլուխներում ինքը խոսում է, ոմանք լեզուներ են խոսում, ոմանք թարգմանում են, դա ընդամենը նշան է, բայց իր ներկայությունը քո կյանքը փոխում է։ Ամեն։ Կուզենա որ կանգնենք ոտքի մենք միասին։